Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք մարինացված կանաչ լոլիկ։ Դուք բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել, հավանեք մեր էջը, իսկ ես սկսեմ։ Մեզ անհրաժեշտ է կանաչ լոլիկ 20 հատ, հնարավոր է մի քիչ արդեն կարմրող լոլիկներ նույնպես 20 հատ, գազար 3 հատ, սխտոր 10 բջեղ, կծու պղպեղ հոտավետ ըստ ճաշակի, նեխուր կամ մաղադանոց 100 գրամ, չորացրած սամիտ 5-ից 6 հատ, հատիկավոր հոտավետ պղպեղ, ուրեմն դափնո տերև 6 հատ, աղաջուր, պատրաստելու ենք 1 լիտր ջրին 4 ճաշի գթալ շաքարավազ և 2 ճաշի գթալ խոշոր քարախ, խոշոր աղ, քացախ 4 ճաշի գթալ 1 լիտր ջրին։ Ինչպես ենք պատրաստելու։ Ուրեմն նախօրոք մանր կտրատում ենք գազարը, սխտորը և կծու բիբարը կամ աղում ենք մսաղացով, կամ շատ մանր կտրատում ենք կամ աղում ենք մսաղացով։ Մանր կտրատում ենք նեխուրը, եթե չկա մաղադանոսը և ավելացնում ենք բանջարեղենի զանգվածին։ Լոլիկի համար նախատեսված միջուկը արդեն պատրաստ է։ Դնում ենք մի կողմ։ Հիմա պատրաստում ենք մարինադը։ Ինչպես ենք պատրաստելու։ 1 լիտր ջրին 4 ճաշի գթալ շաքարավազ, 2 ճաշի գթալ խոշոր աղ, խառնում ենք և եռացնում, դնում ենք մի կողմ։ Անցնում ենք լոլիկներին։ Լոլիկների վրա ոչ շատ խորը ճեղք ենք անում, մինչև վերջ չենք կտրում, կարող ենք կիսել կամ 4 մասի բաժանել, ոչ խորը, այնուհետև ճեղք ենք անում այդ մեր լցոնը, միջուկը լցնում ենք մեջը և ձեռքով վրա բերում, որպեսզի փակենք։ Տարայի մեջ գցում ենք դափնո տերև, հատիկավոր պղպեղ, տեղավորում ենք լոլիկները և քանի որ արդեն մեր մարինադը պատրաստ է, եռացվել է, ավելացնում ենք 9%-անոց 4 ճաշի գթալ քացախ խառնում ենք և լցնում լոլիկների վրա, բանկաները, տարաները արդեն պատրաստ են, լցված են, ծածկում ենք կափարիչով և ստերիլիզացնում 15 րոպե 1 լիտրանոց բանկաները, տարաները, 1 լիտրանոցը 15 րոպե, մնացածը եթե ավելի մեծ տարաներ են, արդեն հաշվարկը դուք իմացեք ըստ 1 լիտրանոցի։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք ցտեսություն։